Երբ որ ես նշում եի, որ ուշադիր լինեն, ովքեր գտնում են ցուլ, կարիճ, ջրհոս, առյուծ կենդանակերպերի ազդեցության կտա կամ մոլորակային դիրքեր ունեն, այո, այդ բարդ ժամանակահատվածում նրանց մեջ էլ տեղի ունեցավ բախումը։ Իմացեք, որ Մարս օպոզիցիա դիրքավորումը Մարսառուծում Թրամփի մոտ է, Մարսը ջրհոսում Իլոն Մասկի մոտ է, այդ հարաբերությունները երկարատև չեն կարող լինել, Իլոն Մասկը էքսցենտրիկ է բավական, իսկ Թրամփն անկառավարելի, նրանց երկուսի որոշումներ, նրանց քայլերում հաջորդականություն չի կարող լինել, որովհետև երկուսն էլ ուրանի ոլորտի, ջրհոսի ոլորտի մարդիկ են, որովհետև Թրամփը ծնվել է իր ավամբ, եթե ես դիտարկում եմ խավարման ժամանակ, եթե այստեղ մենք տեսնենք, այո, Յուպիտերը կշարքում է, խավարման ժամանակ և ուրանը շատ կարևոր դերակատարում ունի նրա քարտեզում, իսկ Իլոն Մասկն էլ նա հանճարեղ մարդ է, բայց գիտեք, որ յուրաքանչյուր հանճար նրա հանճարեղությունը չի տեղավորվում մարդկանց մտածողության այդ սահմաններում։ Այսպես չգիտեմ որքան Մարսը առյուծի կենդանակերպ անցավ, կշարքի կենդանակերպում չգիտեմ, նրանք կփորձեն կրկին իրենց հարաբերությունները շտկել, համենայն դեպս դա այն ժամանակահատվածներ և դա կարող է մոտավորապես 2 տարի մեկ Մարսը նույն կենդանակերպում է և դեռևս եթե հարաբերությունները նրանց մոտ շտկվեն, բայց 6 ամիսը մեկ համարյա Մարսը քառակուսի դիրքեր է կազմում իր հիմնական դիրքին և 6 ամիսը մեկ նրանց մոտ կոնֆլիկտներ կարող են լինել։ Այսպես ուրեմն